Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալում իրադարձությունները զարգանում են հետաքրքիր, հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են հաջորդ սերիաներին, տեսնելու թե ինչ է տեղի ունենում։ Հեռուստասերիալում իրավիճակը էլ ավելի հետաքրքիր ու դիտարժան է դառնում։ Էռնան վերջապես պարզեց, որ Ավոն երկակի կյանքով է ապրում, բայց Ավոն ուներ իր պատասխանը։ Բնականաբար ներողություն է խնդրում, ու նա շատ լավ գիտի, որ Էռնան երբեք իրենից չի բաժանվի, իսկ մյուս կնոջը հաստատ խաբելու ձևեր կգտնի։ Հավանաբար Ավոն հենց այնպես չի ամուսնացել Էռնայի հետ, նա ամուսնացել է Հունանից իր վրեժը լուծելու եղբոր համար, բայց Ավոն էլ արդար չէ ու այնպես չէ, որ դրական կերպար է։ Ինչպես պարզվում է նրա խոստովանությունից, նա եղբոր մահից հետո վերցրել է ողջ գումարն ու ծախսել իր հաճույքների համար, չփնտրելով ու չգտնելով եղբոր որդուն, ով մնաց Մոսկվայի հիվանդանոցում։ Բայց շատ շուտով հետաքրքիր զարգացումներ են սպասվում հեռուստասերիալում։ Հեռուստադիտողները հույս ունեին, որ Վովային կգտնեն ավելի շուտ, բայց դա հնարավոր չէ։ Իհարկե, սա հեռուստասերիալ է և զարգացումները պետք է մի փոքր դանդաղ ընթանան։ Դավիթը պապի հետ մեկնում է Մոսկվա, որպեսզի գտնի իրենց եղբորը, բայց այստեղ բժիշկը նրանց հիասթափեցնում է, ասելով, որ ընդամենը անուն-ազգանուն են գտել և կարիք չկար, որ նրանք այդքան ճանապարհ կտրեն անցնեն։ Իհարկե, այստեղ երևում է, որ ինչ-որ մեկը խառնվել է այս գործին ու փորձում է ամեն ինչ անել, որպեսզի չգտնեն Մարկին կամ, ինչպես հիմա են անվանում, Վովային։ Իսկ թե ինչ զարգացումներ են սպասվում հետագայում, կիմանաք մեր ալիքում։ Միշտ։ Լավ, ոնց ասես մանը։ Հակառակը չեմ փորձելու համոզել, որովհետև քո դեպքում անիմաստ է։ Բարի օր ընկերներ։ Գնանք լացածս մաքրենք։ Մենք առավոտից հոսանք չունենք տանը, ինչ պիտի անեինք, որոշեցինք տնից դուրս գանք։ Բայց մի տեսակ շատ շոքափոշմանեցի, որ ես գլխարկս շարֆիկս դրել եմ։ Լավ սենց անենք։ Արի։ Դունի։ Դիվեդես։ Շատ բան մեզ պետք չի, ընդամենը մի քիչ արև ու մեր տրամադրությունը գայուշը ոնց ասում է կյանքը ցկսում է իմաստավորվել։ Ճիշտ է։ Նայեք ինչ սիրուն տեղ ենք։ Գնանք սուրճ խմենք։ Գնանք սուրճ խմենք ու նկարենք։ Գնում ենք Գայուշի առավոտվա կոֆեն անելու, իմիջիայլոց ովքեր չգիտեն, Գայուշը ամեն առավոտ ահավոր սիրուն ստորներ անում կոֆե, ու նույնիսկ այն մարդիկ, ովքեր կոֆե չեն խմում, ուզում են Գայուշի հետ կոֆե խմել։ Այդ մարդը ես եմ, էլի։ Ես կոֆե չեմ խմում, բայց իր առավոտվա կոֆեները սիրում եմ։ Համովի կոֆե գնանք սրճենք։ Ողջույն բոլորին։ Ձյան տակ քայլելու և ռոմանտիկ երաժշտություններ այդ նյութերի տակ դնելու փոխարեն ես պետք է ստիպված գործնական ստորի անեմ, որովհետև այն ամենը անելու ժամանակ չունեմ։ Ուրեմն ես ուզում եմ ասել հետևյալը, հարգելիներս, եթե ես որևէ հոդվածի, որևէ նյութի չեմ անդրադառնում, դա դեռ չի նշանակում, որ այդ հոդվածը նյութը համապատասխանում է իրականությանը։ Եթե ես չեմ հերքում, չեմ խոսում այդ մասին, դա դեռ չի նշանակում, որ այդ ամենը ճիշտ է ու համապատասխանում է իրականությանը։ Ես հասկացել եմ մի բան, որ այս կյանքում արհամարանքը այլևս չի դիտվում իբրև պարզապես վերևից այդ իրավիճակին նայելու տարբերակ։ Դիտվում է որպես համաձայնություն, դա իրականում այդպես չէ։ Ես ուղղակի չեմ ուզում իջնել տվյալ հոդվածը, տվյալ նյութը, որը չի համապատասխանում բացարձակի մանձի իմ գործունեության հետ, չեմ իջնում տվյալ նյութը գրողի մակարդակին, չեմ իջնում տվյալ նյութը հեղինակողի մակարդակին, որովհետև նախ ես ժամանակ չունեմ և երկրորդ իմ կյանքում առավել կարևոր արժեքներ կան։
Ես չեմ կարող պատկերացնել այն մարդկանց, ովքեր ընթերցողին սնում են սուտ նյութերով, վաստակում են գումար, վերնագրում են դա աշխատանք ու հետո այդ գումարով գնում են, հաց են գնում եւ ուտում են։ Ես չեմ հասկանում այդ մարդկանց, նույնիսկ երբ ուզում եմ պատկերացնել այդ մարդկանց, մտածում եմ, որ իրենք անմարդկային տեսք ունեն, տարօրինակ տեսք ունեն եւ այլն։ Ինչ է իմ մտերիմները միշտ ինձ մեղադրել են լռության մեջ, որ ես լուռ եմ, որ ես չեմ հերքում, որ ես կուլ եմ տալիս այն բոլոր թեկուզ վատ մեկնաբանությունները, որոնք հնչում են իմ նախագծերի վերաբերյալ նախագծերի հետ կապված չարախոսությունները եւ այլն, անձնական Ես ինչու եմ լուռ, որովհետև ես արդեն ասացի, որ ես չեմ ուզում հավասարվել այդ մարդկանց բացարձակ, բայց հասկացա մի բան, որ լռելով այդ մարդկանց թևեր ես տալիս, որովհետև իրենք լռության իմաստը չեն հասկանում, ասում են չխոսելով շատ բան կարող ես ասել, բայց հավանաբար մարդիկ չեն հասկանում այդ ամենի իմաստը, չեն հասկանում փիլիսոփայություն, չեն հասկանում հոգեբանություն, չեն հասկանում կյանքն ինչպես, չեն հասկանում կյանքն ինչպես կա, մարդիկ մակերեսորեն են շարժվում։ Շատ հարցեր են ինձ տալիս, տարբեր թեմաների հետ կապված, օրինակ հարցնում են, արդյոք ես օգնում եմ կարիքավոր մարդկանց։ Այո, իհարկե։ Բա ինչու դա չի երևում։ Իսկ ինչու երբ որ պետք է օգնես, պետք է պարտադիր նկարես, այսինքն ես օգնում եմ, որ ցույց տամ, որ ես օգնում եմ, շատ մակերեսային եք իրականում ու ես զարմանում եմ, թե ոնց է հասարակությունը այդպես ապրում, ոնց է հասարակությունը կարողանում հարթակային կյանքի արգղիկը վարդագույն ժապավենով կուլ տալ ու մտածել, որ դա այդպես է։ Ոնց են մարդիկ կարողանում ապրել, իրենց կյանքը թողած ապրել ուրիշի կյանքով։ Ձեզ թվում է, թե հիմա ժամանակները փոխվել են, ամեն ինչ շատ լավ է, արթնանում, միանգամից մտնում ենք այս էկրանի մեջ